Հակոբյանների ընտանիքը հայտնվել է բառացիորեն փողոցում 3 զավակների հետ միասին։ Վտարում, որը նրանք համարում են ապօրինի եւ որի հետևում իրենց պնդմամբ կանգնած է ոչ թե անծանոթ անձ, այլ սեփական փոքր քույրը։ Հակոբյանի խոսքով այս ամենի ետևում կանգնած է իր փոքր քույրը, ով ծնողների մահից հետո կարողացել է ինչ-որ կերպ խաբեությամբ տիրանալ իրեն պատկանող բնակարանին, կազմակերպել դրա վաճառքը եւ մի շարք կեղծիքներ իրականացնել։ Կեղծ ստորագրություններ, գոյություն չունեցող պայմանագրեր, հակասական փաստաթղթեր եւ այս ամենի ապացույցները ընտանիքը ամիսներով փորձել են ներկայացնել իրավապահներին, սակայն բոլոր դռները մինչ այս պահը դեռևս փակ են։ Ինչ է իրականում թաքնված այս ընտանիքի դժբախտության հետևում եւ ովքեր են մեղավոր այս գործողությունների մեջ։ Պատասխանատվության արդյոք կանչվելու են ապօրինի գործողությունների համար եւ ինչ են հայտնում համապատասխան մարմինները, թե ինչու է այս պատմությունը շարունակում մնալ անպատասխան հարցերի մի մեծ շղթայի շրջանակում։ Սա պատմություն է մի ընտանիքի մասին, որը չի հանձնվում, պատմություն մարդկանց մասին, ովքեր հավատում են, թեկուզ երկար պայքարից հետո իրենք կրկին կբացեն իրենց տան դուռը եւ կվերադառնան խաղաղ կյանքին։ Կողպված դրան առաջ կանգնած Արսենն ու Աննան փորձում են վերջին անգամ աչքով չափել այն տունը, որտեղ պիտի մեծանային իրենց երեխաները։ Տուն, որ այսօր այլևս չի պատկանում նրանց, իրենց պնդմամբ փաստաթղթերի կեղծման, տարիներով ձգվող քննչական լռության եւ համակարգային բացերի պատճառով։ Հակոբյանների ընտանիքը 3 երեխաների հետ այսօր կանգնած է բնակարանի զրկման ծայրահեղ վտանգի առաջ։ Նրանք պնդում են տարիներ շարունակ դարձել են խարդախությունների, պետական մարմինների անգործության զոհը։ Ընտանիքի պատմությունը սկսվել է ծնողների մահից հետո, երբ նրանց ունեցվածքը վերածվել է մի փաստաթղթային ճահճի, որտեղ ճշմարտությունը ցավալիորեն արագ կորել է։ Արսեն Հակոբյանն ունի 2 քույր։ Մեծ քույրը ունի հոգեկան առողջության խնդիրներ, իսկ փոքր քույրը Արաքսը, որն այսօր իրեն ներկայացնում է որպես Լուսինե, ընտանիքի անդամների խոսքով երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, ու հենց այդտեղից է, ըստ Արսենի, հետևողականորեն կազմակերպել մի շարք փաստաթղթային գործողություններ, որոնք կնքել են նրանց տան ճակատագիրը։ Խնդիրը կապված անմիջապես փոքր քրոջս հետ, որը բնույթով հոգեկան հիվանդ է, ու իր գործողությունների հերթականությունը, հաճախականությունը տարել է նրան, որ այս հոկտեմբերի 20-ին առաջի ապօրինի վտարումն է տեղի ունեցել Արկադիր օպերատիվ բաժնի միջոցով քաղաքի Եղվարդի, նաև Եղվարդի ոստիկանների միջոցով։ Վտարման գործընթացին նախորդել է 2 կարևոր նախապատմություն։ Արսենի խոսքերով նրանք ունեցել են 2 բնակարան, որոնցից մեկը ծնողները գնել են իր համար։ Մյուսը եղել է հայրական տուն, որտեղ ապրել են քույրերը։ Այն բնակարանը, որում ապրել են իրենք, հայտնվել է վտանգի առաջ։ Իրենք կորցրել են այն։ Ըստ Արսենի կնոջ պատմած տվյալների, իրենք կորցրել են բնակարանը կեղծ պայմանագրերի եւ կեղծ փաստաթղթերի հիմքով, քանի որ իրենց պնդմամբ եւ կա իրավունքի պետական գրանցում այլ անձի փոխանցելու, սակայն այն պայմանագիրը, որը վկայակոչվում է, եւ այն գումարը, որը նշված է այդ պայմանագրում, իրենց չի տրվել, եւ նոտարական գրասենյակում նման պայմանագիր առհասարակ չի կնքվել։ Սակայն այս բոլոր հանգամանքները մնացել են ստվերում, քանի որ իրենք վերջի վերջո համաձայնել են հրաժարվել այդ բնակարանից եւ շարունակել են իրենց բնակությունը հայրական տանը։ Վտարման հասցրեցին, որ վտարում արեցին, դա Արսենն այդ հասցեում սեփականատեր չէր։ Ուղղակի մենք որ փաստաբան ենք վարձել, հսկայական գումար ենք տվել այդ ժամանակ 400,000 դրամ։ Գործերը որ իրանց վերցրեցին, քաղաքի վաճառքի պայմանագիրը ինձ տրամադրեց։ Հիմա որ նայում եմ ես արքովաճառքի պայմանագիրը, կադաստրով հաստատված է, նոտարով հաստատված չի։ Տենց Արսենի հետ քննարկեցինք, տեսանք, ասում Արսեն, այստեղ գրված է տրվել է 6 միլիոն դրամ ամբողջությամբ։ Սակայն իր քույրը հոգեկան հիվանդ, ոչ տնից դուրս է եկել, ամբողջ օրը 24 ժամ քնած, իսկ խանութ չէր գնում, առևտուրաներ, հիմա է բացվել, ասենք այս մի տարին, 2 տարի։ Հա, մեծ ավակ քույրը։ Ինչ, իսկի 60,000 դրամ չի տվել, ինչ 6 միլիոն, այդ աղջիկը 6 միլիոն դրամ որտեղից գումարը տրվել է ամբողջությամբ։ Նայում ենք հիմա փաստը բանը պատճենահանված կապույտ կնիքով, մուգ լավ կապույտ կնիքով իմ ձեռքին արկա է, որ կադաստրով հաստատվել է, սակայն նոտարի կնիկ չկա։ Այստեղից հետևություն ապացույցով, հենց արքովաճառքի պայմանագրի փաստով ապացուցված, ոչ թե ասենք հենց նենց եմ էլի ասում, նոտարով չի հաստատվել, այսինքն այդ գումարը չի տրվել նոտարական գրասենյակում,
բայց կադաստրը հաստատել է ինչ հիմքով, որ իմ ընտանիքին որ ասում է իրավասություն ունենա վտարում իրականացնել նշված հասցեից։ Մի անգամ քուրեկ ասեց բանը, մեծ ավակ քույր եկավ Արսենին ասեց, այսինքն ինձ էլ Արսենն ասեց, դուք այս տունը տանք ձեզ, ენი մեզ։ Սկզբնականում չհամաձայնվեցինք մենք, այսինքն մի անգամից Այն տան վրով էլ ինքը արդեն հայցադիմում ներկայացել։ Առանց սպասելու ընտանիքը տեղափոխվում է Արսենիի ծնողական տուն, որտեղ նա արդեն իսկ գրանցված էր որպես համասեփականատեր, սակայն ճակատագրական հարվածը գալիս է կարճ ժամանակ անց, հարկադիր կատարողների կողմից վտարման ծանուցումով։ Ուրեմն ամսի 20-ին, որ մեզ վտարեցին, Էլիզա ջան, Արսենը հենց ոստիկանների ու հարկադիրի ներկայությամբ ու նաև ես էլ մենակ ինքը չէ, ասել էինք մենք վերադառնալ ենք մեր տուն, որովհետև ապօրինի է, բայց մենք իրավական կողմը պահեցինք, ուրեմն գիշերվա ժամը 12-ին Սասունա եկել է, մենք ես ու Արսենը պայդեզը նստած էինք, էլ վեշերը չէին տարի, աթոռի վրա նստած ցուրտ, հոկտեմբերի 20-ին, եկել ասում է, բա գնալու տեղ ունեք, ասեցի չէ, իհարկե չունենք, որտեղ գնանք։ Արսենը որ ասել էր, ես էլ էի հաստատել, որ մենք վերադառնալու ենք մեր բնակարան, որովհետև ապացուցել էինք հանցակազմի առկայությունը ու հույս ունենալը, որ համապատասխան մարմինները իհարկե իրանց պատիժը կհաստատեն, հանցակազմի առկայությունը կհաստատեն ու մենք կվերադառնանք մեր տուն, ոչ թե ասենք ինչ որ անիրավ ձևով։ Դրանից հետո ես ու Արսենը նկարահանեցինք, այդ ամբողջը կա, մենք մուտքագրել ենք ազգային անվտանգության ծառայություն, սակայն ոչինչ չարվեց։ Ընտանիքը պնդում է, որ գործում ներգրաված են եղել կեղծված փաստաթղթեր, կեղծ վկայականներ եւ ճակերտավոր կարգավորումներ, որոնք արվում են նրանց գիտությունից դուրս։ Նրանք բազմաթիվ անգամներ հաղորդում են տվել ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմիններ, պահանջելով ստուգել փաստաթղթերը, սակայն քրեական գործ մինչ օրս չի հարուցվել։ Իրենց խոսքով քննիչները պարբերաբար կանչում են, լսում, բայց գործը առաջ չի շարժվում։ Մենք 29/09/2025 թվականին իրար հետ գնացինք կադաստր Քաղաքեղվարդի։ Արսենը դիմումով պահանջեց, այդ ժամանակ մեզ ասել էին երկու քույրերդ հրաժարվել են իրենց մասնեբաժնից, ոնց որ յանի մենակ դու ես մնացել, այդ պահին հավատացինք մենք, Արսենը պահանջը ներկայացել է, տրվել է Արսենին եւ Արկովաճառքի պայմանագիրը շինծու, միևնույն ժամանակ տվել է եւ իր կադաստրային ապացույցները, տոնի իր անունով, ուրվագից, ամփոփ հաշվարկ բոլորի անունով ու տրվել է 0603/2025 թվականի ամփոփող սեփականության վկայականը։ Այդտեղից արդեն գործը մենք կազմեցինք։ Բացեցի համեմատություն արեցի, Արսեն ասում եմ, կիսուրս մահացել է 16/08/2024 թվականին, բայց այդտեղ ինքը պարտապանահամարվում էլեկտրոնային այդ աճուրդով փաստված 28/07/2025 թվականին։ Սկսեցի մահից մի տարի 2 ամիս հետո սկսեցի արդեն արձանագրել խախտումները։ Պայմանագրի մեջ նշված է 0603/2025 թվականի սեփականության վկայականով համասեփականատեր համարվում են Արաքս Հակոբյանը եւ Արաքսի Հակոբյանը։ Իսկ Արսենը դե առաջին իր անունն է գրված որպես օրենքով դարձած ժառանգ, սակայն նրանց մասնեբաժինը քույրերի 2-5 է։ Այստեղ արկա փաստը երևում է, որ առանց Արսենի համաձայնության Շահումյան 5-9 բնակարանի հետ առնչվող, ես բոլոր ատյաններում էլ որ դիմել ենք եւ գրավոր եւ բանավոր ներկայացրել ենք, դա բացառվում է, որ առանց Արսենի համաձայնության տվյալ նշված բնակարանի հետ առնչվող գործարք տեղի ունենա, պետք է անպայման լինի իր համաձայնությունը։ Այստեղ որ նշված է ինչ որ ֆիքսված գին, վաճառքի գին 13 միլիոն եւ այլն, այդ ամեն ինչը սուտ է, այդ ամեն ինչը խափում են։ Մենք Վարամ Լևոնի Գրիգորյանին այդ ամսի 30-ին, որ արդեն այս ապացույցները մեր ձեռքներ զանգեցինք, ինքը ասեց, ես կարամ ուղարկեմ վկայականը, WhatsApp-ի համար ասա ուղարկեմ, ուղարկել է իմ WhatsApp-ին ու նայում ենք կադաստրով հաստատված չի, համաձայն 270 քաղաքօրենսգրքի Արսեն Հակոբյանը չի հրաժարվել իր սեփականությունից, որի հիմքով կադաստրը դեռևս չի հաստատել, նոտարը հաստատել է, շինծու պայմանագիրը հաստատել է, բայց
Կադաստրը չի հաստատել, on-line տարբերակով տրվել է նաև Վարամ Գրիգորյանի, եթե կադաստրից Վարամ Լևոնի Գրիգորյանը հաներ, անպայման պետք է հաստատվեր, որովհետև սրանից 1 ամիս հետո 26/08/2025 թվականից 1 ամիս հետո 29/09/2025 թվականի Արսենի դիմումի համաձայն մեզ տրվել է մեր ամփոփող ճշգրիտ սեփականության վկայականը կապույտ կնիքով։ Մեր հարցման ի պատասխան քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ քրեական վարույթ նշված գործով նախաձեռնված չէ։ Մեր խմբագրությունը նույնպես փորձեց կապ հաստատել Արաքսի կամ ինչպես ինքն է իրեն արդեն կոչում Լուսինեի հետ։ Այցելեցինք նրանց բնակարան, սակայն դուռը բացող այդպես էլ չհայտնվեց։ Եվ մենք կապ հաստատեցինք մեծ քրոջ հետ հեռախոսազանգի միջոցով։ Առաջին զանգին Լուսինեն պատասխանեց, բայց երբ հասկացավ, որ զանգը կատարվում է լրագրողի կողմից, փոխանցեց քրոջը, իսկ քույրը խուսափեց մեր հարցերից։ Ալո։ Ալո, Արաքսիա ջան, բարև ձեզ։ Ալո։ Լսում եմ ձեզ։ Կենտրոն հեռուստաընկերությունից եմ, ես իմ անունը Էլիզա է, լրագրող։ Հա։ Ճիշտն ասած, բնականի հետ կապված մի երկու հարց ունեի ձեզ։ Ինչ հետ կապված։ Բնակարանի հետ կապված։ Գիտեմ, որ ձեր եղբայրը բնականի հետ կապված խնդիր ունի, ինչ որ ասում եմ, որ հրաժարվել է իբր իր բնականից եւ այլն, այդ մասով ուզում էինք ձեր կարծիքն էլ լսել։ Լրագրող եք, հա։ Այո։ Ճիշտ ասած կարծիք չունեմ, ես կներեք հիմա չեմ կարող ձեզ հետ խոսեմ, կներեք շտապում եմ այնտեղ ինձ կանչում են, ես ասելու բան չունեմ ճիշտ ասած։ Ձեր քույրը իսկ ձեզ մոտ չի, ինքը չպատասխանեց հեռախոսը, գուցե ինքը խոսի։ Հաջորդող բոլոր զանգերը արդեն անպատասխան մնացին։ Մինչ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կպատասխաներ մեր հարցմանը եւ համաձայնություն կհայտներ տեսանկարահանում իրականացնելու, մենք փորձեցինք նաեւ Datalytics տեղեկատվական համակարգում փնտրել անհրաժեշտ տեղեկատվությունը եւ հասկանալ, ունի արդյոք այս գործը դատական նախապատմություն, թե ոչ։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ըստ Datalytics տեղեկատվական համակարգի դեռևս 2023 թվականին Արաքս Հակոբյանը դատարան է դիմել պահանջելով իր մասնաբաժինը։ Դատական պրոցեսներն ընթացել են, որոնց ընթացքում Արսեն Հակոբյանը փաստացի չի իրացրել իր իրավունքը։ Դատարանի որոշման համաձայն բնակարանը հանվել է աճուրդի, որից հետո հարկադիր կատարման ծառայողները իրականացրել են օրինաչափ գործընթաց։ Datalytics դատական տեղեկատվական համակարգում արտացոլված տվյալների համաձայն երևում է, որ հայցը ներկայացվել է համասեփականատերերից մեկը, հայցը ներկայացվել է ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինը առանձնացնելու վերաբերյալ։ Այդ պահանջով դատաքննություն ընթացել է եւ կայացվել է համապատասխան վճիռ, որով ասվում է, որ պետք է հրապարակային սակարկություններով վաճառել այդ վերնշված բնակարանը։ Ըստ հարկադիր կատարման ծառայության բնակարանը աճուրդով վաճառվել է սահմանված կարգով եւ արդեն կա գնորդ։ Փորձագետի կողմից անշարժ գույքը գնահատվել է 24 միլիոն 800 հազար դրամ եւ ինչպես նշեցի 75% մեկնարկային գինը արժեքի 75%-ով ներկայացվել է աճուրդի, որը կազմում է 18 միլիոն 600 հազար դրամ։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդով գույքը իրացնելիս զետեղում է աճուրդ.am կայքում, որտեղ նշվում է աճուրդի մեկնարկը, ավարտը, մեկնարկային գինը, առաջարկների քանակը, լոտի մասին ամբողջ նկարագիրը գտնվելու վայրը։ Ու դա հասանելի է բոլորին, յուրաքանչյուր ոք կարող է դիտել այդ գույքը, երբ որ արդեն իսկ կայքում ինքը զետեղված է։ 10 օր աճուրդում մնալուց հետո, երբ որ որևէ առաջարկու մասնակից չի լինում, հաղթող չի լինում, գնորդ չկա, որևէ քայլ չի արվում, գույքը ավարտվում է, գույքը աճուրդային գործընթացը գույքի ավարտվում է եւ անցնում է կրկնաճուրդ։ Փուլը, որը արդեն սկսվում է գնի 10% նվազմամբ, մեկնարկային նախորդ գնի 10%-ի իջեցմամբ։ Հարկադիր էլեկտրոնային աճուրդով գույքը իրացնելուց հետո հարկադիր կատարողի որոշմամբ կատարվել է գումարի բաշխում եւ աճուրդից գոյացած առաջացած գումարը բաշխվել է սեփականատերերի միջև կատարողական թերթին նշված իրենց բաժիններին համապատասխան, որով Արսեն Հակոբյանին բաշխվել է գումար։
այդ բնակարանի վաճառքից գոյացած գումարը, որը վերջինիս կողմից հաշվի համար համապատասխան ներկայացնելու դեպքում կստանա իր գումարը։ Թեև գնորդի հեռախոսահամարը մեզ մոտ առկա էր, սակայն նրա հետ դեռևս հնարավոր չի եղել կապ հաստատել։ Այս ընթացքում Հակոբյանները շարունակում են ապրել վարձակալական հիմունքներով, անորոշության մեջ։ Ընտանիքի պահանջը մեկ նախադասությամբ արդար քննությունն է։ Նրանք համոզված են, որ իրենց գույքը վերցվել է խարդախությամբ, պետական մարմինների անգործությամբ եւ պահանջում են միայն ամբողջ գործընթացի թափանցիկ քննություն իրականացնել։ Ինչ հիմա ոչինչ չի արվել հանցավոր միտումով։ Մենք աղացը գործը մտցրեցին 24 օր գիտակցաբար ոչինչ չարեցին հանցավոր միտումով, բոլոր փաստերը հիմքերը կազմած գործի մտածեր, 5 անգամ հանցագործության մասին հաղորդում տրվել իմ ընտանիքի անդամների կողմից, վերջի հաղորդումը Աննայի, Հայկու ու Էդիտայի կողմից տրվել։ Մեր ձեռքի տակ հայտնվեց մի փաստաթուղթ, որով հաստատվում է այն հանգամանքը, որ դատարանում գտնվող գործի վերաբերյալ Արսեն Հակոբյանը տեղեկացված է եղել, որի վերաբերյալ էլ գրավոր հայտարարություն է տվել, ասելով, որ տեղեկացված է նաև գույքի աճուրդով վաճառքի մասին, սակայն անհամաձայնություն է հայտնել այն հիմքով, որ գործում առկա փաստաթղթերը կեղծված են։ Մենք արձանագրում ենք այն հանգամանքը, որ բացի այս հայտարարություններից գործի քննության ընթացքում գործի օրինական ուժի մեջ մտնելուն, կանխելու կամ բողոքարկելու որևէ գործընթաց չի իրականացվել։ Հակոբյանը մի քանի անգամ ծանուցվել է, սակայն հարկադիր կատարման ծառայության բոլոր ծանուցումները ետ է ուղարկել, անգամ գրավոր կերպով նշելով, որ հրաժարվում է դրանք ընդունելուց։ Կատարողական թերթը օրենքով սահմանված կարգով ներկայացվել է կատարման, որը հանդիսացել է հիմք կատարողական գործողությունների կիրառման համար։ Կայացվել է կատարողական վարույթ հարուցելու մասին որոշում, որը ուղարկվել է կողմերին պատշաճ կերպով։ Արսեն Հակոբյանը նույնպես ստացել է այդ որոշումը, որտեղ պարզ գրված է, որ պետք է բնակարանը հրապարակային սակարկություններով իրացնել։ Այդ որոշումը իր դիմումներից մեկով ինքը ներկայացնելիս նաև ներկայացել է ծառայությանը գրելով, որ դա անօրեն է, որ նման դատական ակտ չկա, հարկադիր կատարողը անօրինական որոշում է կայացրել, որը իրականությանը չի համապատասխանում։ Երկար ժամանակ փորձել են բացատրեն, այցել են հասցե, դուրը փակ է պահել, խուսափել է, դատական ակտը կատարմանը խոչընդոտել է, ու հարկադիր կատարողը հատուկ միջոցների կիրառմամբ նոր կարողացել է մուտք գործել բնակարան եւ գույքը ներկայացնել փորձագետին։ Փորձագետի կողմից գույքը գնահատելուց հետո, որին առաջադրվել էր հայտնել, որքան է կազմում նշված բնակարանի շուկայական արժեքը, կայացվել է որոշում գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին, որը հրապարակային սակարկությունների մասին 30-րդ հոդվածով է կարգավորվում այդ գործընթացնել, 75% մեկնարկային գնով գնահատման գնի ներկայացվել է աճուրդի։ Ի վերջո, գույքը աճուրդային 4-րդ փուլի ժամանակ վաճառվել է։ Առաջին իսկ աճուրդին 10 օր անցել է, որևէ գնոր չի եղել, անցել է եւս երկրորդ փուլը կրկնաճուրդ, 10 օր էլի չի վաճառվել, նորից ավարտվել է, երրորդ աճուրդից հետո էլ չի վաճառվել, գույքը իրացվել է միայն 4-րդ կրկնաճուրդում։ Փաստացի մեր քաղաքացիները բախվում են նման խնդիրների եւ արդեն անդառնալի հետևանքներ տեսնելուց հետո նոր փորձում են իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել։ Մինչդեռ ստացած նամակները չընդունելու, դրանցից հրաժարվելու եւ ետ ուղարկելու գործընթացը լի է նման վտանգներով, որովհետեւ արձանագրվում է այն հանգամանքը, որ դուք փաստացի հրաժարվել եք նամակը ընդունելուց, իսկ ծանուցման հաջորդ քայլը լինելու է ազդարարում դրված հայտարարությունը, որը այլևս դառնալու է պատշաճ ծանուցում, որի պարագայում այլևս ոչ մի դատական ատյանում չեք կարող առարկել, թե ծանուցում չեք ստացել։ Այս եւ նմանատիպ քայլերն են, որ հանգեցնում են անդառնալի հետևանքների եւ արձանագրում, որ քաղաքացին չօգտվելով իր իրավունքների իրացումից այսօր դառնալու է անօթևան եւ իրեն հասած մասնաբաժնով հատկացված գումարով հնարավորություն չի ունենալու նոր բնակարան գնելու համար։ Իսկ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ոչ միայն լցվել հավատով եւ ուժով, այլև դիմել պաշտպանի կամ իրավաբանի օգնությանը, որպեսզի կարողանաք իրացնել ձեր իրավունքները տեղին եւ ժամանակին։
Ոստիկանության աշխատակից ներկայացած անձիկ մուտք են գործել օտարերկրյա քաղաքացու բնակարան, իրականացրել կեղծ խուզարկություն եւ հայտնաբերել սեղանին նախապես իրենց կողմից դրված թմրանյութի զանգվածը։ Այնուհետև խաբեությամբ նստեցրել են օտարերկրյա քաղաքացուն ավտոմեքենան ու առևանգել, ազատության դիմաց պահանջելով խոշոր չափերի գումարներ։ Ֆիլմի սցենար հիշեցնող այս պատմությունը ավելի քան իրական է եւ նկարագրում է մի իրավիճակ, որտեղ իրավապահների ջանասիրության շնորհիվ հնարավոր է դարձել հայտնաբերել այն անձանց, ովքեր օրենքի անունը վերածել էին հանցագործության գործիքի։ Ոստիկանության ծառայող ներկայացած անձինք երկու օտարերկրացիներին առևանգել էին եւ խոշոր չափերի գումար պահանջել։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է օտարերկրյա քաղաքացիների դեմ կատարված ծանր հանցագործության առևանգման դեպքի վերաբերյալ նախաքննությունը։ Քրեական վարույթով պարզվել է, որ երկու անձ ներկայանալով որպես ոստիկանության աշխատակիցներ մուտք են գործել օտարերկրյա քաղաքացու բնակարան, տանը տեսնելով սեղանին դրված փոշանման զանգված, հայտարարել են, թե իբր հայտնաբերել են թմրամիջոց։ Այս կեղծ մեղադրանքը հիմք ընդունելով նրանք պահանջել են օտարերկրացուն եւ նրա ընկերոջը իրենց հետ բաժին գնալ, իսկ իրականում նրանց նկատմամբ կիրառել են խաբեությամբ առևանգման սխեմա։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է, որ օտարերկրյա քաղաքացու չորթման առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու շահադիտական դրդումներով վերջինս առևանգելու դիտավորությամբ ոստիկանության ծառայողներ ներկայացած անձինք անտեսելով բնակարանի սեփականատիրոջ կամքը ապօրինի մուտք են գործել օտարերկրյա քաղաքացու բնակարան, ցուցադրել վկայականի նմանվող փաստաթուղթ, որից հետո հայտարարել են, որ տեղեկություններ ունեն նշված բնակարանում ապօրինի թմրամիջոց պահելու մասին։ Այնուհետև մուտք գործելով բնակարանի հյուրասենյակի սեղանից վերցրել են նախապես վերջիններիս օժանդակած անձի կողմից սեղանին տրված փոշենման զանգվածը, հայտարարելով, որ հայտնաբերել են թմրամիջոցը։ Արդյունքում ոստիկանության ծառայողներ ներկայացած անձինք օտարերկրացու եւ նրա ընկերոջ կամքն անտեսելով խաբեությամբ դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելով նրանց ոստիկանության բաժին տեղափոխելու պատրվակով շահադիտական դրդումներով հետագայում գումար պահանջելու դիտավորությամբ վերջիններիս նստեցրել են ավտոմեքենան եւ ուղևորվել Երևան-Սևան մայրուղու ուղղությամբ, այդ կերպ առևանգելով նրանց։ Երբ ուժողները ավտոմեքենայով տեղափոխվել են Երևան-Սևան մայրուղի, ոստիկան ներկայացած անձինք շահադիտական նպատակներով բացահայտ սպառնալիքներ են հնչեցրել, պահանջելով խոշոր չափերի գումարներ։ Երևան հասնելուն պես վախեցած օտարերկրացին իր եւ ընկերոջ կյանքի համար վտանգ զգալով հանցագործներին է փոխանցել առանձնապես խոշոր չափերի ավելի քան 14 միլիոն 280 հազար դրամին համարժեք կրիպտոարժույթ։ Այնուհետև առերևույթ հանցանք կատարած անձինք փոխլրացնելով միմյանց գործողությունները օտարերկրացուց պահանջել են 150 հազար ԱՄՆ դոլարի համարժեք գումար, հակառակ դեպքում շանտաժով սպառնալով վերջինիս արատավորող եւ նրա իրավունքներին եւ օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակել, այն է արձանագրել նրա բնակարանից թմրամիջոց հայտնաբերելու փաստը։ Արդյունքում օտարերկրացի քաղաքացին իր եւ իր ընկերոջ կյանքի վարողության համար իրական վտանգ զգալով փոխանցել է 14 միլիոն 281 հազար 560 դրամին համարժեք կրիպտոարժույթ։ Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քրեական վարույթով երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 8-րդ կետերով, 207-րդ հոդվածի առաջի մասով, 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ վերջիններին օժանդակած անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 46-258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ հետագա նախաքննության ընթացքում դատարանի որոշմամբ այն
փոխարինվել է եւ համակցված որպես այլ ընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են տնային կալանքը, բացակայելու արգելքը եւ գրավը։ Երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Հանդիպում, որը սկսվել էր որպես սովորական օնլայն ծանոթություն, ավարտվեց իրական խաբեությամբ։ 22-ամյա երիտասարդը վստահելով մի քանի օր տևած վիրտուալ շփմանը հյուրանոց էր հրավիրել 29-ամյա աղջկան, ում իրականում երբեք չէր տեսել։ Չէր պատկերացնում, որ այս հանդիպումը դառնալու էր կյանքի ամենատհաճ փորձություններից մեկը։ Աղջիկը հափշտակել էր տղայի ոսկյա շղթան, ոսկյա խաչը եւ ամենակարևոր իրերից մեկը՝ iPhone 17 Pro Max մոդելի հեռախոսը։ Իրավապահների արագ եւ պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ աղջիկը Գողոնի հետ միասին նույն օրը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները բացահայտել են ինտերնետային ծանոթությամբ սկսված, բայց գողությամբ ավարտված դեպք։ Օպերատիվ տվյալներով Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի 29-ամյա բնակչուհին ծանոթացել է 22-ամյա երիտասարդի հետ համացանցի միջոցով։ Նրանք առաջին անգամ հանդիպել են Նազարբեկյան թաղամասում գործող հյուրանոցային համալիրում, սակայն հանդիպումը վերածվել է հանցագործության առիթի, երբ երիտասարդը քնել է, աղջիկը օգտվելով այդ հանգամանքից հափշտակել է նրա բջջային հեռախոսը եւ ոսկյա վզնոցը խաչով։ 2025 թվականի նոյեմբերի 12-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել ենք, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 25/5 հասցեում գործող Աղաբաբյան հյուրանոցային համալիրում մի 29 տարեկան մի աղջիկ գաղտնի հափշտակել է 22-ամյա երիտասարդից ոսկյա վզնոց ոսկյա խաչով, ընդհանուր քաշը 250 գրամ, iPhone մոդելի բջջային հեռախոս, նշված երիտասարդին պատճառելով 25,000 ԱՄՆ վնաս։ Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում Երանոսի 29-ամյա բնակչուհին հայտնաբերվել է։ Մեր կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել ենք աղջկա ինքնությունը, ում Երևան քաղաքի Արցախի Պողոտա 20/2 հասցեի մոտ հայտնաբերել են, ձերբակալել եւ տեղափոխել ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Անձնական խուզարկությամբ նշված ոսկյա վզնոցը խաչով հայտնաբերվել է, բջջային հեռախոսը հասցրել էր վաճառել, սակայն վաճառակետից հայտնաբերել ենք բջջային հեռախոսը նշված։ Դեպքի կապակցությամբ կազմված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին, համապատասխան վարույթ նախաձեռնելու նպատակով։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Իսկ այս պահին կարևոր է իմանալ էջն է, որն ինչպես արդեն իսկ տեղյակ եք, բարձրաձայնում է այն խնդիրը եւ կամ այն խնդիրները, որոնք քաղաքացիների կողմից բարձրաձայնվել են կամ ուղարկվել մեզ SMS կամ վիդեո տարբերակով։ Իսկ այս պահին իմ հյուրն է Երևանի Պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Լույս եւ Սեր հասարակական կազմակերպության տնօրեն Ռուբինա Պետրոսյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Թեմա ենք քննարկելու, որը բարձրաձայնվել է քաղաքացու կողմից, խնդիր, որը պետք է ունենա իրավական գնահատական նաև այստեղ այս տաղավարում։ Բայց ինչ թեմայի մասին ենք խոսելու, այս պահին դիտենք տեսանյութում։ Բարև ձեզ, երկար տարիներ է փորձում եմ երեխա որդեգրել, սակայն համապատասխան բոլոր մարմինները շարունակ բարդեցնում եւ անհնարին են դարձնում այդ գործընթացը։ Հետաքրքրվեցի եւ հասկացա, որ արտերկրից երեխա որդեգրելն ավելի հեշտ է կազմակերպել, քան Հայաստանում։ Խնդրում եմ, ասեք ինչ վերահսկող մեխանիզմներ կան, ինչպես կարող եմ սաստել մարմիններին, որոնք անverջ արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Շատ լավ, շնորհակալություն։ Որդեգրման գործընթացին ենք անդրադառնալու։ Շատ հաճախ խոսում ենք ավելի հեշտացնել գործընթացը, բայց դա էլ լի է իր ռիսկերով։ Ինչ գործընթացներ են անցնում այսօր քաղաքացիները այդտեղ եւ ինչ խնդիրների են բախվում փաստորեն։ Տեսեք, քանի որ որդեգրումը համարվում է առանց նողական խնամքի մնացած երեխաների խնամքի եւ դաստիարակության նախապատվելի ձևը եւ օրենսդիրը այս հարցում շատ զգուշ եւ
գուցե առաջին հայացքից հասարակության համար ավելի բարդ ընթացակարգ է նախատեսել, որպեսզի երեխա որդեգրի անձը։ Սակայն այստեղ ամեն ինչ հիմնավորված է, որին հաջորդի հիմնավորումները ես եւս կներկայացնեմ, որովհետեւ որդեգրման ակտով, դատական ակտով երեխան որդեգրվելով եւ հայտնվելով որդեգրողի ընտանիքում ձեռք է բերում կենսաբանական զավակին, կենսաբանական երեխային լիովին համապատասխան իրավունքներ եւ պարտականություններ եւ նույնը նաեւ որդեգրողը։ Այսինքն երեխային հանձնվում է ընտանիք մշտական դաստիարակության եւ խնամքի, թեև իհարկե պետությունը վերահսկողական մեխանիզմներ ունի իր ձեռքում եւ բնականաբար վերահսկողությունը իրականացնում է 3 տարի ժամկետով որդեգրման ավարտի դատական ակտի կայացումից հետո, օրինական ուժի մեջ մտնելուց հետո։ Բայց նախքան այս դատական ակտի կայացումը, բնականաբար անձը հաշվառվում է որպես որդեգրել ցանկացող անձ։ Նաև երեխան որոշակի գործընթացներ միանշանակ եւ անցնում որոշակի շատ հստակ կառավարության որոշումով եւ օրենքով սահմանված որոշակի հստակ ընթացակարգեր։ Առաջին քայլը հաշվառվում է որպես որդեգրել ցանկացող անձ էլեկտրոնային եղանակով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից վարվող մանուկ տեղեկատվական համակարգում։ Այս նույն տեղեկատվական համակարգում նաև հաշվառված են երեխաները, այն երեխաները, որոնք որպես որդեգրվող երեխաներ են հաշվառվում։ Այնուհետև անձը ներկայացնում է մարզպետարան համապատասխան փաստաթղթեր, որոնք վկայում են մի շարք հանգամանքների արկայության մասին, բնակության վայրի, աշխատանք ունենալու, բարոյական նկարագրի, այնպիսի բնակարանային պայմաններ ունենալու մասին, որոնք օրինակ համապատասխանում են բնակարանային եւ սանիտարական պահանջներին եւ այլն։ Սրանք բոլորը պիտի դրականորեն բնութագրեն նրան։ Նոր սրանից հետո սկսվում է մնացած ընթացակարգը, իր հետ միասին կարող են օրինակ հաշվառվել մի քանի անձինք, օրինակ հենց նույն երեխային որդեգրելու համար, եւ այնուհետև սկսվում է դասընթացների կամ այսպես կոչված վերապատրաստման կազմակերպման փուլը, որ անձը ունենա համապատասխան հմտություններ ի վերջո ուրիշի երեխային ընտանիք վերցնելու եւ դաստիարակելու համար։ Վերապատրաստման դասընթացները կազմակերպվում են, երբ որ հավաքվում է որոշակի անձանց շրջանակ, քանակ։ Դասընթացները անցնելուց հետո նաև կազմակերպվում է երեխայի հետ արդեն տեսակցությունը, համադրելիությունն է գնահատվում մի շարք պրոֆեսիոնալ մասնագետների օգնությամբ եւս, այսինքն որքանով է տվյալ երեխան եւ ծնող դառնալու հավակնող անձը, որդեգրողը հնարավոր հետագա նրանց համակեցությունը ընտանիքում։ Եվ միայն այս ամենից հետո, երբ որ լինում է, եթե երեխան 10 տարին լրացած է, նրա համաձայնությունը կամ որ ծնողը հաջորդ քայլն է անում, որպես երեխային որդեգրի, նոր տեղի ունեն որդեգրման գործընթացը։ Գուցե քաղաքացիների համար կամ որդեգրել ցանկացող անձանց համար թվա թե ինչ-որ քայլերն ավելորդ են, արհեստական դժվարություններ են ստեղծում իրենց համար, բայց ամենևին սա այսպես չէ, որովհետև պատասխանատու քայլ է նաև պետության կողմից շատ երեխային հանձնել ընտանիք, որի նկատմամբ ինքը որպես պետություն սահմանադրությամբ ունի շատ հստակ պարտականություններ, որտեղ 2015 թվականի փոփոխություններից հետո սահմանադրությամբ շատ հստակ ամրագրվեց, որ առանց նողական խնամքի մնացած երեխաները պետության հատուկ հոգացության եւ պաշտպանության ներքո են։ Եվ թվում է թե քաղաքացու բարձրացրած հարցում ասում էր, որ օտար երկրից արտերկրից ինքը ավելի հեշտությամբ կարող է երեխա որդեգրել, ստեղ ուզում եմ ձեզ ասել, որ ամենևին դա այդպես չի, որովհետև անգամ Հայաստանի Հանրապետությունում որդեգրման ենթակա երեխաները, այսինքն այդ ցանկում հաշվառված երեխաները, օտարերկրյա որդեգրման տրամադրվում են այն դեպքում, երբ որ ներպետական որդեգրում հնարավոր չէ անել։ Այսինքն սա գուցե մի քիչ էմոցիոնալ մակարդակում առաջ եկած միտք է, ամենևին իրականում այդպես չէ։ Սակայն հաշվի առնելով միջազգային բազմաթիվ այսպես փոթորկվող թեմաներ այս հարցի շուրջ կարծում եմ նաև օբյեկտիվ է այդ սահմանափակումը։ Միանշանակ օբյեկտիվ է, բացի դրանից, ինչ կարող է լինել իրականում, որը որ քաղաքացին, որի մասին չի մանա։ Օրինակ, մանուկ տեղեկատվական համակարգում միանգամից վայրկյանների, բայց րոպեների կամ ժամերի տարբերությամբ կարող են հաշվառվել մի քանի անձ։ Երբ որ բոլորը անցնում են վերապատրաստումները, բոլորը անցնում են համադրելիության գնահատումը եւ բոլորն էլ ցանկություն հայտնեն X երեխային որդեգրելու, առաջնությունը կտրվի այն անձին, ով ունի ժամկետային առաջնություն, այսինքն ով թեկուզ 1 վայրկյան ավելի վաղ է հաշվառվել։ Եվ կարծում եմ սրա մասին համապատասխան աշխատակիցները իրավասու պետական մարմնի պետք է տեղյակ պահեն, կարծում եմ տեղյակ են պահում, որ առաջնություն տրվում է ով ավելի վաղ է հաշվառվել։ Շատ լավ, մենք հաճախ սիրում ենք իրավաբաններս խոսել ողջամիտ ժամկետից։ Ձեր կարծիքով որդեգրման գործընթացում առկա է ողջամիտ ժամկետ եւ առկա է նման սահմանափակում։
Նայեք, օրենսդրական մակարդակում կան ամրագրված որոշակի ժամկետներ։ Օրինակ, անձը որդեգրել դառնալու ցանկություն որդեգրող դառնալու ցանկություն ունենալուց եւ որդեգրող որպես հաշվառվելուց հետո համապատասխան վերապատրաստումներն անցնելուց եւ այլն հետո կառավարության որոշմամբ իր այդ կարգավիճակը պահպանում է 12 ամիս։ Այսինքն, եթե 12 ամսում երեխա չորդեգրվեց կամ ինչ-ինչ պատճառներով տեղի չունեցավ, 12 ամիսը ավարտվեց, process-ը պետք է սկսվի նորից։ Կարծում եմ ողջամիտ է, որովհետև 1 տարին այնպիսի ժամանակահատված է, որ այո, եւ երեխայի կյանքում եւ տվյալ անձի կյանքում կարող են մի շարք հանգամանքներ փոփոխություն տեղի ունենալ, որոնք տվյալ որդեգրումը դարձնեն օրինակ անհնարին կամ ոչ երեխայի լավագույն շահից բխող, ինչի վրա պետք է միանգամայն կառուցվի այս ամբողջ գործընթացը։ Ողջամիտ ժամկետ հասկացությունը իրավաբանները հաճախ սիրում են նաև տեղին անտեղին օգտագործել գուցե թվաշատերին, բայց այս ողջամիտ ժամկետը այնքանով է կարևոր, որ հատկապես այս դեպքերում միայն ժամկետի պահպանումը չի կարող բերվել առաջի պլան, որովհետև գործ ունենք անչափահասի եւ հետագայում նրա ճակատագրի հետ, ուստի գուցե եւ օրինակ ժամանակահատվածը մի քիչ ավելի երկարի, բայց առավել նպաստավոր իր տարբեր հատկանիշներից ելնելով երեխայի առավել նպաստավոր ընտանիք հանձնվի, որովհետև բազմաթիվ գործերով, նաև ոչ միայն որդեգրման խնամատարության, տեղյակ եմ, որ մարզպետարանները եւ պետությունը այս խնդրին երեխային խնամքի դասյակության հանձնելու դեպքերում բավականին զգույշ մոտեցում ունի, ինչը ողջունելի է։ Շատ լավ, երբ մենք խոսում ենք այո ողջամտության մասին, բնականաբար պետք է հաշվի առնենք այդ գործընթացները, որով անցնում է այս հարցը, սակայն արդյոք կազմակերպչական գործողությունները, այն նշեցիք, որ փաստացի պետք է հավաքագրվեն որոշակի թվով անձիկ, որ նոր կազմակերպեն այդ դասընթացները։ Արդյոք հենց այդ հավաքագրման գործընթացը սпасել, որ նոր հայտեր ներկայացվեն, նոր միայն մասնակցել դասընթացների, ել ավելի չի ծանրացնում արդեն իսկ ծանրացված այս գործընթացները։ Գիտեք, կարծում եմ, որ այդտեղ ողջամտությունը պահպանվում է, որովհետև բնականաբար տարիներով չեն կարող սпасել, որ մարդիկ հաշվառվեն, միևնույն ժամանակ այնպես չէ, որ անընդհատ որդեգրման ենթակա երեխաների քանակն է այդպես շատ անսպառ լինում, որովհետև գիտենք, որ հաստատություններում կամ առանձնահատական խնամքի մնացած երեխաների թվում միայն կատարյալ հոգեպես եւ ֆիզիոլոգիապես, ֆիզիկական առումով առողջ երեխաներ չեն, այնտեղ կան նաեւ շատ խնդրով երեխաներ տարբեր բնույթի եւ հիմնականում մարդիկ մեծամասամբ խուսափում են այսպիսի երեխաների որդեգրելուց, որովհետեւ նաեւ այստեղ հետագա խնդիրներն են հասկանում։ Հետեւաբար նաեւ քանի որ այս երեխաների ցանկն է սակավաթիվ իրականում շատ ավելի, նաեւ այս առումով էլ է դժվարանում։ Հետեւաբար երկու կողմ ունի մեդալն այսպես կոչված։ Այո, հետաքրքիր է։ Արտերկրից Հայաստանի Հանրապետություն դիմում են հատկապես այն անձիկ, ովքեր ցանկանում են որոշակի առողջական խնդիրներ ունեցող երեխաների որդեգրել։ Այ նման դեպքում, երբ փաստացի պետությունը տեսնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առողջական խնդիրներ ունեցող երեխան չի որդեգրվում եւ հավանականությունն էլ որպես այդպեսին չկա որդեգրման, այստեղ պետության դերը, թույլտվությունը կամ մեխանիզմների առավել հեշտացումը ազդում է օտարերկրյա քաղաքացու համար։ Օտարերկրյա որդեգրումը խոսքի սկզբում ասացի տեղի ունենում այն դեպքում, երբ տվյալ երեխային ներպետական որդեգրման հանձնել, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացու որդեգրման թույլատրել հնարավոր չէ։ Նոր այստեղ գալիս է հաջորդ փուլը, որը կոնվենցիոն մակարդակով կարգավորվում է, կենտրոնական մարմինը արդեն ներգրավում է գործին, իդեմս արտադրության նախարարության համապատասխան ստորաբաժանման եւ նոր կազմակերպում է գործընթացը, բայց քանի որ էլի խոսքի սկզբում նշեցի, որ որդեգրումը նախապատվելի ձև է, այսինքն եթե թեկուզ կա օտարերկրյա ընտանիք, բայց ընտանիք ոչ թե հաստատություն, որը որ կարող է երեխային վերցնել որդեգրման եւ իրական խնամք եւ դաստիարակություն տալ ընտանիքում, իհարկե երեխայի լավագույն շահի հաշվառմամբ համադրելիության բոլոր չափանիշների դրական գնահատմամբ նոր միայն, այո, որդեգրումը թույլատրելի է, բայց այդտեղ կարող որ ուրիշ մի բաց կա, երևի ավելի շատ խնդիր է այդտեղ պիտի տեսնենք եւ այդտեղ փորձենք կարգավորումները ավելի ուժեղացնել, հետագա վերահսկողությունը։ Այ ես այդ հարցն էի ուզում հետագա վերահսկողությունը 3 տարի ինչպես է իրականացնելու։ Այո, եթե Հայաստանի Հանրապետության մասն է խոսքը, այդտեղ շատ ավելի դյուրին է process-ը, որովհետեւ կան համապատասխան մարմիններ, մենք փոքր պետություն ենք, դա շատ հեշտ
է կարգավորելը, բայց ավտորիկա որդեգրման պարագայում արդեն վերահսկողությունը գուցե այդքան արդյունավետ հնարավոր չլինի իրականացնել, խնդիրները հաճախ այստեղից են ծագում, հետեւաբար կարծում եմ այս մասում մենք անելիք ունենք։ Ես իհարկե կարծում եմ, որ նմանատիպ գործընթաց սկսելուց առաջ նախ եւ առաջ պետք է հասկանալ մենք այդ երկրի հետ ունենք իրավական փոխօգնության պայմանագրեր եւ հնարավորություն ունենք համագործակցելու, որովհետեւ եթե վերջի վերջո պետությունը հանձնում է մի երեխայի այնպիսի ընտանիքի, ով ապրելու Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, պետք է վստահ լինի, որ իր բոլոր պայմանագրերով եւ վերահսկող գործիքներով հնարավորություն կունենա այդ երկրում ապահովել այդ երեխայի բարեկեցությունը։ Շնորհակալություն եմ ձեզ հայտնում եւ վերջում ուզում եմ, որ ամփոփենք այսօրվա զրույցը եւ հորդոր երևի մեր քաղաքացուն, որ չհիասթափվի եւ անցնի այդ process-ները։ Միանշանակ, ուղղակի նաեւ ընթացակարգին ծանոթանա կամ խնդրի համապատասխան իրավասու մարմնի աշխատակիցներին կամ աշխատակազմին իրեն մի փոքր ավելի ընդգրկուն կերպով իրազեկել, որովհետեւ ելի եմ ուզում կրկնեմ, գործ ունենք անչափահասի երեխայի եւ նրա ճակատագրի հետ, հետեւաբար պետության մանրակրկիտ ուշադրության ներքո գտնվել է այս process-ի եւ բացառապես երեխայի լավագույն շահից բխող որոշման կայացումը պիտի միայն ողջունել, եթե իհարկե այստեղ անհարկի ձգձգումներ եւ այլ քայլեր չկան։ Այ եթե անհարկի ձգձգումներ են, քաղաքացին որպես վերահսկող մարմինում պետք է դիմի եւ տեղեկացնի այդ մասին։ Այստեղ ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն։ Այո։ Ես վստահ եմ, որ մեր քաղաքացին այս պահին դիտում էր մեր հաղորդումը, ստացավ իր հարցերի պատասխանը եւ այսուհետեւ կկարողանա թեկուզ, եթե ոտնահարվել են իր իրավունքները կամ որոշակի խնդիրներ են առաջ եկել, որոնք իր պնդմամբ ոչ իրավաչափ են, պետք է բարձրաձայնի իրավասու մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպելով եւ այդ խնդիրները ներկայացնելով։ Կրկին շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար, վստահ եմ կրկին կհանդիպենք այստեղ այս տաղավարում, իսկ ես հիշեցնում եմ, որ այնինչ որ այստեղ քննարկվում է, կարեւոր է իմանալ։